Շատերը կհիշեն այն զանգվածային տարհանումը, որ վերջին տարիներին կատարվեց Երևանի սրտում ապրող բազմաթիվ բնակիչների նկատմամբ։ Նրանք ստիպված լքեցին իրենց բնակարանները, քանդվեցին հին շենքերը եւ փոխարենը նույն տարածքներում վերխոյացան այսպես կոչված էլիտար բազմաբնակարանները։ Այս ծառերը տեսնում եք, սա մեր ծառերն է, մենք ենք ջրել։ Հակառակ կողմը ծառ չկա, որտեվ չի ջրվել։ Այսինքն սա մի փոքր գողտրիկ, ուրեմն ինչ որ միջավայր է ստեղծում, որի աուրան բավականին ավելի հաճելի է մարդկանց, որ ես շփվում եմ, քան հակառակ մայթը։ Որպես փոխհատուցում տարածքի նախկին բնակիչներին չնչին գումար է տրվել, շատերին չի հաջողվել նոր բնակարան ձեռք բերել եւ ստիպված են եղել լքել Հայաստանը։ Նրանք, ովքեր մնացել են այստեղ, հիմա ապրում են կամ վարձակալած բնակարաններում, կամ լավագույն դեպքում կարողացել են սեփական բնակարան ձեռք բերել Երևանի ծայրամասերում։ Նրանցից մեկն էլ պետական կարիքների զոհեր հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն է, ով բազմիցս համոզվելով, որ հայաստանյան դատարաններում երբևէ իշխանությունների դեմ վճիռ չի կայացվի, ի վերջո դիմել է Եվրոպական դատարան։ 2010 թվականին Եվրոպական դատարանից ես ստացա նոր առաջարկ, ինձ տեղեկացրեց Եվրոպական դատարանը, որ ձեր կառավարությունը այս անգամ արել է հաջորդ առաջարկը հաշտության, որը իրանից բաղկանում է հետևյալը։ Ինձ տրամադրում են բնակարան այս շենքից 117 քառակուսի փոքրացավ, չէ՞։ Եթե ես համաձայն եմ, ես ասացի, իհարկե համաձայն եմ, բայց հարգելի Եվրոպադատարան, այդ բնակարանը, որ ինձ առաջարկում են, դա վաճառված է։ Սեփական բնակարանները լքելու շեմին են կանգնած նաև Երևանի կենտրոնում գտնվող Տերյան 23, 25 եւ հին Երևանցու 37 շենքերում բնակվող քաղաքացիները։ Իհարկե ոչ ինքնակամ, այս հասցեներում ապրող մարդիկ տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի այդ շենքերը պահպանեն իրենց նախկին տեսքը եւ հիմնովին չքանդվեն։ Զգալով մոտալուտ վտանգը բնակիչների միջոցներով ներկայումս ընթացքի մեջ են հիշյալ շենքերի երեսպատման եւ բարեկարգման աշխատանքները։ Դիմեցինք ուրեմն քաղաքապետարան, որ նրանք գան եւ վերանորոգեն շենքը։ Ամեն անգամ մերժում էր գալիս, ասելով, որ դուք իրացման տակ եք։ Այս տարի վերջապես ստացանք մի գրություն, որով նրանք համաձայնվեցին։ Զրուցակիցներս նշում են, որ իրենք ամենևին էլ դեմ չեն քաղաքի կառուցապատմանը, սակայն երբ այն իրականացվում է ոչ թե հանրային գերակա, այլ մի քանի օլիգարխների շահերից բխելով, դա արդեն անթույլատրելի է։ Նրանց խոսքով Հյուսիսային պողոտա կառուցելու մտահղացումը եղել է դեռևս Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծում, սակայն միանգամայն այլ ձևաչափով։ Սկսած այս մեր շենքից, Տերյան 23-25-ից մինչև Կինո Մոսկվա պետքա լիներ հանգստի գոտի, կանաչապատ, նստարաններով, ցայտաղբյուրներով եւ այլն։ Այսինքն դա կլիներ մի հրաշք բան, իրոք դա կլիներ բացառիկ գերականարային շահ, իրոք դա կծառայեր մեր ժողովրդին, իսկ այս շենքերը մեր ժողովրդին չեն ծառայում։ Գերխիտ կառուցապատումից եւ կանաչապատ տարածքների բացակայությունից բողոքում են նաեւ քաղաքի տարբեր հատվածներում բնակվող քաղաքացիները եւ հավելում, որ Հյուսիսային պողոտան առանձնանում է իր քարե սառնությամբ։ Հենց կանաչապատումը, որը ունի մեծ խնդիր ստեղ։ Մի տեսակ շատ անբնական է։ Ոչ մի կանաչ, ոչ մի մաքրոտ։ Ոնց որ արհեստական տներ լինեն սրանք։ Հարե քաղաք ասա, ոչ թե մեր են սիրում կանաչ Երևանը։ Այն մարդը թող ապրի, որ ինքը սիրում է։ Ես չեմ սիրում։ Զրուցակիցներից խոսքով բոլոր այս խնդիրները հնարավոր կլինի լուծել քաղաքացիական պահանջատեր հասարակության պայքարի արդյունքում, ինչը կնպաստի Հայաստանում առկա կարևորագույն խնդիրներից մեկի իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելու գործին։ Հայեր Փիրապյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուզ, Երևան։